Was ist der Unterschied zwischen Anlügen und Belügen? Die Verben anlügen und belügen bedeuten beide, dass jemand eine Lüge sagt, also die Wahrheit nicht sagt. Trotzdem gibt es einen kleinen, aber wichtigen Unterschied in Grammatik und Gebrauch. Բայերը անլուգն եւ բելուգն երկուսն էլ նշանակում են, որ ինչ-որ մեկը սուտ է ասում, այսինքն չի ասում ճշմարտությունը։ Այնուամենայնիվ գոյություն ունի փոքր, բայց կարևոր տարբերություն ինչպես քերականության, այնպես էլ օգտագործման մեջ։ Beide Verben bedeuten jemandem etwas Falsches sagen, die Unwahrheit sagen։ Երկու բայերն էլ նշանակում են ինչ-որ մեկին ստել եւ ճշմարտությունը չասել։ Beide brauchen also eine Person als Objekt, aber bei anlügen wird das Verb im Satz getrennt. Zum Beispiel lässt sie an, lügt an, hat angelogen, bei belügen bleibt es zusammen. Այսինքն երկու բայերն էլ պահանջում են անձ, ինչպես նաև առարկա, բայց անլուգն բայի դեպքում բայը առանձնանում է նախադասության մեջ, օրինակ lässt sie an, lügen an, hat angelogen, իսկ belügen բայը մնում է ամբողջական։ Beispiel օրինակ Der Schüler lügt die Lehrerin an, աշակերտը ստում է ուսուցչուհուն։ Այս նախադասության մեջ նկատեցինք, որ անլուգն բայը առանձնացավ եւ անը դրվեց նախադասության վերջում, այսինքն եղավ Der Schüler lügt die Lehrerin an։ Իսկ Partizip 2-ում անլուգն բայը կձևակերպվի այլ կերպ եւ կլինի այսպես Der Schüler hat die Lehrerin angelogen։ Աշակերտը ստել է ուսուցչուհուն։ Մյուս տարբերակը դա belügen բայն է, որը ներկա ժամանակում չի առանձնանում, իմաստով նշանակում է ստել, հա, belügen, եւ նախադասությունը ձևակերպվում է հետեւյալ կերպ. Der Schüler belügt die Lehrerin, աշակերտը ստում է ուսուցչուն։ Այստեղ օգտագործում ենք ակուզատիվ եւ հարցը տալիս ենք wenn belügt der Schüler, է ստում աշակերտը, հա, Der Schüler belügt die Lehrerin, աշակերտը ստում է ուսուցչուն, die Lehrerin ակուզատիվ։ Partizip 2-ում belügen բայը վերածվում է belogen բայի եւ նախադասությունը լինում է հետեւյալ կերպ. Der Schüler hat die Lehrerin belogen, աշակերտը ստել է ուսուցչուհուն։